չի կարելի ամեն ինչ վերացական նայել։ Նայեք քարտեզին, որ ճանապարհների մասին ենք խոսում։ Հայաստանը, եթե ճանապարհները ապաշրջափակվեն, որ ճանապարհներով ում հետ պետք է կապնվեն։ Ադրբեջանի տարածքով Ռուսաստանի հետ, դուք իրականում համոզված եք կամ մտածում եք, որ այսպես Ադրբեջանի տարածքով Հայաստանը կարողանալու է Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառություն կամ մարդկանց ուղևորների փոխադրում ունենալ ապահով, հանգիստ, այսպես տեսանելի ապագայում։ Նախիջևանի տարածքով Թուրքիայի հետ պետք է ճանապարհ ունենանք, մենք Թուրքիայի հետ սահման ունենք, եթե հարցը կարգավորվում է, այնտեղ սահմանը բացվում է։ Ադրբեջանի տարածքով Իրանի հետ պետք է սահման ունենանք, մենք Իրանի հետ անմիջական սահմանակից ենք, ինչ ճանապարհների մասին է խոսքը։ Հետևաբար արդեն այստեղ պարզ է, որ ճանապարհներ ասելով հիմնական հարցը այնուամենայնիվ գալիս է, որ Նախիջևանը ուղիղ այսպես ասած Հայաստանի տարածքով հաղորդակցություն ունենա Ադրբեջանի մնացած հատվածի հետ, այդ դեպքում մենք ինչու ենք անընդհատ այդ հարցի շուրջ խոսում կամ այդ հարցի վրա սևեռվում։ Այստեղ պատկերը նա է, որ սահուն Արցախի կարգավիճակի, Արցախի ժողովրդի ինքնորոշման, անվտանգության եւ այս թեմաների փաթեթը վերածվեց ինչ-որ մի ճանապարհների շուրջ քննարկումների, որոնց հիմնական շահողը այս հարցից, այնուամենայնիվ իմ կարծիքով հայկական կողմը չէ, թերևս շատերը կհամաձայնեն, եթե ոչ բոլորը, որ մենք ամբողջական պատկերը չունենք, ինչ է բանակցվում, ինչ պայմանների մասին է խոսվում, այդ հայտնի հայտարարությունները կա, ինչ որ պետք է նայել բանակցում ենք եւ մենք ցավոք սրտի արդյունքները տեսնում ենք, այդ ինչ որ պետք է նայել բանակցում ենք։